Հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում տարեսկզբից բժիշկների թե միջին բուժանձնակազմի աշխատանքը ծանրաբեռնված է։ Ռեժիմը խախտել է համընդհանուր ապահովագրությունը, որի դրական արդյունքն առայժմ զգացել են ծրագրի շահառուները։ Բուժաշխատողները աշխատավարձերի փոփոխությունը ապահովագրության ներդրումից կախված դեռ չեն շոշափել։ Բոլորը սպասում են վերահաշվարկների արդյունքներին, թե բազային աշխատավարձին ինչքան փոխհատուցվող գումար է ավելանալու։ Խոսքը հունվար և փետրվար ամիսներին է վերաբերում, վճարման խոստումը մինչև մարտի 15-ի համար է։ Այդ տարբերությունը չենք ստացել, չգիտեմ, վարձատրությունը։ Պետք է վերահաշվարկ կատարվեր։ Հաշվարկները հիմա ավելի բարդ է, մարդիկ նստած աշխատում են դրա վրա, քանի հատ են նայել այդ պատվերը ինչքան են նայել ապահովագրությամբ, դրանք մի քիչ խրտին հարցեր են։ Նեղ մասնակիցների և նրանց հետ աշխատող բուժանձնակազմի ֆիքսված աշխատավարձերը մնում են նույնը, այնքան որքան վճարվել են մինչ այդ։ Դրան է գումարվելու ապահովագրության փոխհատուցումը կախված սպասարկման ծավալից։ Իսկ ծրագրի ներդրումը կտրուկ մեծացրել է հոսքը հատկապես պոլիկլինիկաներ, ըստ այդմ ծանրաբեռնվածությունն է աճել։ Թե քանի խորհրդատվություն և այդ են սպասարկումը ապահովագրությունով, մատյաններում են գրանցում։ Մեծ մասամբ 65-ից բարձր տարիքի բնակչությունն է դիմում, հատկապես տեղորայքի համար, որը առաջացնում է պոլիկլինիկայում ծանրաբեռնվածություն, աշխատանքի ընթացքը, կազմակերպումը երևի թե պետք է փոխել, որովհետև ընտանեկան բժիշկը չի կարող օրեկան այդքան հիվանդ ընդունել, հետո էլ այսքան հերթեր կոյանալ, հետո էլ եթե չենք ընդունում, դժգոհությունների ալիք է բարձրանում։ Հունվար-փետրվարի համեմատ հերթերը բուժհաստատություններում թեթևացել են, բայց ծրագրի ընթացակարգից մարդկանց մոտ էլի անտեղյակություն կա։ Տարեսկզբին, երբ ապահովագրությունը շատերին թվում էր անվճար բուժում ստանալու կամ հետազոտվելու հնարավորություն, դիմում էին այնտեղ, որտեղ իրենց էր հարմար։ Նեղ մասնակիցների մոտ ուղղորդումները ավելացրել են նաև լաբորատոր հետազոտությունների ծավալները։ Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում մի շարք դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններն արդեն հասանելի են։ Խիստ մեծացել է ծանրաբեռնվածությունը նաև մեր ախտորոշիչ ծառայության օղակում, քանի որ հիվանդները դարձյալ այս առավելությունից օգտվելով տարիներ շարունակ չեն հետազոտվել, հետաձգել են, ֆինանսական դժվարություններ են ունեցել, բայց հիմա ուղեգրվում են եւ անցնում են բոլոր մատչելի, դժվարամատչելի հետազոտությունները։ Դե հենց դժվարամատչելի հետազոտությունների մասին է խոսքը, որոնք ավելի արժեքապես բարձր են, օրինակ ենթադրենք վերցնենք հորմոնների տեսակետից, հորմոնները իրենք համարվում են դժվարամատչելի հետազոտություններ, այնտեղ 5000, 6000, 7000 տարբեր արժեքներ եւ ավելի բարձր արժողությամբ, իսկ հիմա արդեն քաղաքացիներին ունեն հասանելիություն հետազոտվելու։ Ապահովագրությունը մինչև 18 տարեկանների համար բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի դիմելիության կտրուկ փոփոխությունների չի բերել։ Մինչև 18 տարեկանների շրջանում նեղ մասնակիցների վիրաբուժական եւ այլ ծառայություններից օգտվելու դինամիկան նույնն է։ Մանկականում ծանրաբեռնվածություն ունեցել են միայն սուր շնչառական վիրուսների ակտիվության շրջանում։ Ապահովագրության համընդհանուր ծրագիրը չի փոխել վիճակագրությունն այն պարզ պատճառով, որ մինչև 18 տարեկանների սպասարկումը պետպատվերի շրջանակներում է։ Դժվարամատչելի հետազոտություններին ավելի շատ վերաբերվում, որովհետև մի շարք հետազոտություններ կային նախորդ տարիներին, երբ որ կարիք կար երեխաներին հետազոտելու, բայց դա պետպատվերով հնարավոր չէր անել, այսինքն ծնողը պիտի դրա համար վճարեր։ Իսկ հիմա դա ամբողջությամբ կարող ենք կազմակերպել պետպատվերի շրջանակներում առանց որևէ խնդրի, առանց որևէ հերթագրումների, սպասելու երկար։ Ապահովագրության ներդրման արդյունքներից է նաև այն, որ մինչև 18 տարեկան և մյուս շահառուները ավելի քիչ են դիմում հիվանդանոցներ։ Ըստ էության համընդհանուր այս ծրագրով շահառուներն առաջինը ուղղորդվում են պոլիկլինիկաներ, ստացիոնար բուժման դեպքում միայն հիվանդանոցներ, այն էլ պոլիկլինիկայից տրված ուղեգրերով։ Մարինե Դերբինյան, Վահագն Բարակյան, Հորիզոն։